11։ Ես խոսում եմ ինքնասպանություն, սպանություն եւ ինքնասպանության հասցնել, որովհետեւ մնացած դեպքերը իհարկե կարող են առնչվել բանակի հետ, բայց նորից եմ կրկնում, դրանք կարող են լինել օրինակ զորավարժարանում պայթյունի հետևանքով, կարող են լինել հիվանդության հետևանքով, կարող են լինել էլեկտրահարման հետևանքով, կարող են լինել ավտովթարի հետևանքով։ Իդեպ նման դեպքեր, ընդ որում խոսքը միայն զինվորական մեքենայով չէ, քաղաքացիական մեքենայով, այդ թվում նաև ազատ հերթափոխում, արձակուրդում մարդկանց վթարները ու դրա հետևանքները մեզ մոտ որպես վիճակագրություն ձևակերպվում է։ Երբ որ մեր սիրելի լրագրողները վերջին օրերին ինտենսիվորեն հնչեցնում են 33 թիվը, դա ոչ մի կապ չունի ծառայության հետ կապված հանգամանքների հետ։ Եվ կոչ եմ անում զերծ մնալ նման կերպ բանակի հեղինակությունը ինչ որ կերպ նսեմացնելու կամ պաշտպանության նախարարին վնաս հասցնելու գործելա, որովհետև դա Հայաստանի Հանրապետությանն է վնասում։ Կարող են շարունակել իրենց գործնալ, բայց դա իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Հիմնական հարցից կպատասխանեք արդյունավետությունը զորամասեր այցելելու։ Ես այնպես չի որ միայն տեսախցիկների առջև եմ այցելում կամ հաշվի առնելով, որ կա նաև որոշակի քննադատություն նաև իմ վերջին 20 օրերին արձակուրդում գտնվելու հանգամանքով պայմանավորված, որ ես քիչ եմ երևում, ինչով ազբաղում պաշտպանության նախարարը, մենք վերջին շրջանում մեր այցերը հրապարակում ենք, դա էլ իր հերթին է նոր քննադատության տեղիք տալի, որ բա ինչի են նկարահանում, արգելի գործընկերներ, կամ պիտի լուսաբանենք մեր աշխատանքը, կամ պիտի շարունակենք աշխատել փակ, բայց հարցեր պիտի չառաջանան։ Ես կարծում եմ, որ մենք պիտի շարունակենք աշխատել ավելի բաց, եւ ես պատրաստվում եմ աշխատել ավելի բաց եւ իմ աշխատանքային ինտենսիվությունը ի ցույց դնել մեր հանրությանը։ Արդյունավետությունը ես չեմ կարող գնահատել, բայց կարող եմ գնահատել, որ այդ այցերի ընթացքում ես իմանում եմ բաներ, որը զեկույցների ընթացքում վստահաբար չեմ իմանում։ Անում եմ բացահայտումներ ինձ համար, անում եմ հետևություններ։ Արամ Պապիկյան, վերջին շրջանում մեր գործընկերները լրատվամիջոցներից մեկը հրապարակում արեց 25-օրյա հավաքների մասին։ Դուք որպես պաշտպանական գերատեսչության ղեկավար ինչպես եք գնահատում 25-օրյա հավաքները, մարդիկ ովքեր գնում են 25-օրյա հավաքներին, արդյոք լիարժեքորեն տիրապետում են այնտեղ բանակում մասնագիտական գիտելիքներին։ Գիտեք, մենք մշտապես հարցումներ ենք անցկացնում, գնահատականները տարբեր են եւ քայլեր ենք կատարում, որ տարեստարի բարելավվի այդ ծառայության որակը, որովհետեւ այլընտրանք չկա, մենք պիտի ամեն կերպ մեր պահեստազորին պատրաստենք։ Ու դա այն կարճ ու հեշտ ճանապարհն է, ու նաեւ բոլորի համար հարմար, որովհետեւ 25 օրը չի հասցնում այնքան մարդուն աշխատանքային, ֆիզիկական վնաս, քան 25 օրվա ընթացքում, որտեղ նախկինում 3 ամիս էր, եւ բնականաբար մենք այս օպտիմալ ժամանակահատվածն ենք ընտրել, որ գործից կտրվելով անգամ մարդը կարողանա վերաադապտացվել բանակին, վերհիշել եւ իհարկե դառնալ մեր պահեստազորի մաս։ Արդյունավետ է միանշանակ, խնդիրներ շարունակում են լինել եւ մենք այդ խնդիրներով շարունակում ենք աշխատել։ Ինչ վերաբերում է հրապարակումներին, արգելի գործընկերներ, հրապարակումները լավ են, գուցե ինձ էլ ինչ-որ բաներ ի ցույց դնեք ձեր հրապարակումներով, բայց միևնույն ժամանակ ես խնդրեմ չբացահայտել բաներ, որը պաշտպանության նախարարը ստիպված պիտի լինի դիմել պատկան մարմիններին պետական գաղտնիք կամ հույժ գաղտնի տեղեկատվություն բարձրաձայնելու համար։ Եթե սրտացավ եք, այդ մասին կարող եք անհատական նամակով գրել, վստահ եղեք ես հետևողական կլինեմ։ Եթե ձեր խնդիրը ուղղակի բանակը անվանարկելն է, մենք էլ ստիպված ենք լինելու դրան արձագանքել։ Շնորհակալ եմ։ Պարոն Պապիկյան, դուք նախկինների ժամանակակից